հասկանանք Laplace transform-ը։ Նախքան Laplace transform-ը քննարկենք ինչ է նշանակում time domain signal։ Շատ պարզ գաղափար է, դա այն ազդանշանն է, որը ժամանակից կախված է։ Այս մաթեմատիկորեն x-տեն հավասար է 5 սինուս 2t-ն։ T փոխվում է, x-տեն փոխվում է, այսինքն t-ից կախված ֆունկցիա է։ Սա իրենց ներկայացնում է time domain ֆունկցիան։ Օրինակ, մեկ այլ օրինակ է voltage-ը ժամանակից, speed-ը ժամանակից կամ position-ը ժամանակից։ Եվ time domain signal-ները մարդու համար ամենահասկանալին են, որովհետև մենք կարող ենք գրաֆիկորեն կոպիտ ասած պատկերել։ Բայց դրանց հետ աշխատելը շատ բարդ է, որովհետև նրանք նկարագրվում են դիֆերենցիալ հավասարումներով, եւ աշխատանքը դիֆերենցիալ հավասարումների հետ բարդ է։ Դրա համար ինչ են անում, անցնում են միևնույն ազդանշանի կամ միևնույն համակարգի մեկ այլ նկարագրման։ Ամենապարզը հասկանալու համար դա Fourier transform-ն է, այսինքն վերցնում են ազդանշանը եւ այդ ազդանշանը ներկայացնում են տարբեր սինուսոիդալ ազդանշանների գումարման միջոցով։ Այսինքն ասում են, այդ օրինակում եթե նայենք, այս օրինակի ազդանշանը բաղկացած է 2-3 հատ սինուսոիդալներից։ Այդ սինուսոիդալները որ գումարում ենք, ստանում ենք մեր վերջնական ազդանշանը։ Դա ինձ ներկայացնում է Fourier transform-ը, որը ի դեպ Laplace transform-ի մասնավոր case-ն է։ Այս մյուս օրինակում էլի ներկայացված է ազդանշան, որը կարելի է ներկայացնել երկու այլ սինուսոիդալ ազդանշանների գումարով։ Այս ազդանշանները այդքան սինուսոիդայի նման չեն, ինչը այս մյուսում է։ Պատճառն է, որ այս մյուս նկարում սինուսոիդալները նրանց ամպլիտուդը հաստատուն չի, նրանց ամպլիտուդն էլ է փոխվում։ Եթե նայենք, ստեղ ամպլիտուդները հաստատուն են, բայց ստեղ ամպլիտուդները, որոնք տատանվում են, փոփոխական են։ Այսինքն այս ազդանշանը ներկայացված է երկու սինուսոիդալ ազդանշանների գումարի տեսքով, բայց սրանք այդքան էլ պարզ սինուսոիդալ չեն, այլ նրանց ամպլիտուդները փոխվող սինուսոիդալներ են։ Սա էլ հենց իրենց ներկայացնում է Laplacian transform-ը։ Այսինքն, եթե նայենք Fourier-ի եւ Laplace-ի տարբերությունը, Fourier-ն ասում է, ինչ ֆրեկվենսիներ ունի իմ սիգնալի մեջ, ինչ ֆրեկվենսիներից է բաղկացած։ Բայց Laplace-ը ասում է, ինչպես են այդ ֆրեկվենսիները ինչ ֆրեկվենսիներ կան եւ ինչպես են այդ ֆրեկվենսիները իրենց պահում։ Նրանք աճում են ժամանակի ընթացքում, ընկնում են, օսցիլյատ են լինում, թե կոնստանտ են։ Եթե նայում ենք մաթեմատիկորեն Laplacian-ի բանաձևից, որը այս արտահայտությունն է, ստեղ այս արտահայտության մեջ կա S-ը, որը իրենց ներկայացնում է սիգմա գումարած օմեգա t, ներողություն, օմեգա y, չգիտեմ ոնց է։ Երբ որ մենք սիգման դնում ենք 0, ապա end-up ենք լինում Fourier transform-ով։ Ну, բարձա որ Laplace-ը քան որ ավելի ընդհանուր է, Fourier-ից առավելություններ ունի։ Հիմա ավելի լավ հասկանալու համար Laplace-ը համեմատենք այն մեր number system-ի հետ։ Մեր number system-ում մենք ունենք նույն թիվը կարող ենք ներկայացնել տարբեր ձև՝ decimal, binary-ով, hexadecimal-ով։ Decimal-ը մեր համար հասկանալին է։ Binary-ն, hexadecimal-ը մի քիչ անհասկանալի է առաջի հայացքից։ Բայց իրականում անկախ նայած թե ոնց են ներկայացնում թիվը decimal-ով, binary-ով, դա թիվի արժեքը չի փոխվում, այսինքն մենք նույն բանը ուղղակի տարբեր լեզուներով ենք ներկայացնում։ Նույն գաղափարն է նաև Laplace-ի պարագայում, մենք նույն սիստեմը մի դեպքում կարողանում ենք ներկայացնել time domain-ով, մյուս դեպքում կարող ենք ներկայացնել frequency domain-ով կամ S domain-ով, ավելի ճիշտ գրիտ ասված է։ Հիմա base test ten-ը մեր number համակարգում մարդու համար ամենահասկանալին է։ Ինչպես նաև time domain-ով ներկայացված սիստեմները մեր համար ամենահասկանալին է։ Այսինքն այս տիպի արտահայտությունը մեր համար հասկանալի է, նույնն ինչ որ 10-ականով գրած այս թիվը, սա ամենապարզն է։ Բայց երբ որ մենք անցնում ենք Laplacian-ի, սա արդեն մեր համար այդքան ակնառու չի։ Նման է ինչ որ binary-ում մենք sense թիվ ներկայացնենք, այս թիվը մեր համար այդքան հասկանալի չի։ Նույն ձևի այդ Laplacian-ը մեր համար մի քիչ դժվար հասկանալի։ Հիմա մենք ունենք base հասկացողություն թվային համակարգում, դա 10-ն է, 2-ական է, 2-ն է, հեքսադեցիմալն է կամ օկտալն է։
Իսկ որն է base-ը Լապլասյանում base-ը այս exponential s-ն է, կամ ավելի կոնկրետ ասած s-ն է, որը իրենց ներկայացնում է base-ը։ Ինչ է իրենց ներկայացնում այդ s-ը։ S-ը ներկայացնում է սիգմային գումարած այս հաճախականային բաղադրիչը։ Այս հաճախությունը ցույց տալիս թե ազդանշանը ինչ հաճախությամբ է օսցիլետ լինում, իսկ սիգման ցույց տալիս այդ հաճախությունը աճում է թե ընկնում է։ Ինչպես նաև ցույց տալիս ինչքան է ստաբիլ։ Եթե սիգման 0-ից փոքր է, ստաբիլ է, եթե 0-ի է, ինչ որ սահմանային դեպք է, եթե 0-ից մեծ է, անստաբիլ է։ Այստեղ նույն բանը ուրիշ ձև է բաղկացած, est-ին ներկայացված է s-ի իր արժեքով եւ e սիգմա t-ն։ Եթե սա 1-ից մեծ է, այս արտահայտությունը աճում է, եթե 1-ից փոքր է, այս արտահայտությունը ժամանակի ընթացքում ընկնում է։ Այսինքն Լապլասյանը մենք կարող ներկայացնենք, որը ազդանշանի հաճախությունն է եւ behavior վարքը աճում է, ընկնում է։ Իսկ Ֆուրիան միայն հաճախականային կտորն է։ Հիմա նայենք basic-ները։ Սա է արտահայտությունը Լապլասյան ֆունկցիայի։ Ինքը մենք երբ որ Լապլասյան տրանսֆորմացիան կիրառում ենք f(t) ֆունկցիայի վրա, արդյունքը ստանում ենք s-ից կախված մի հատ ֆունկցիա, որը այս ներկայացնում է ինտեգրում ենք ըստ ժամանակի 0-ից անվերջության։ f(t) ֆունկցիան բազմապատկվում e-st-ով ժամանակի ընթացքում ինտեգրում ենք։ Այս է իրենց ներկայացնում այդ Լապլասյան ֆունկցիան։ Նույն ինչպես ասեցինք, սիգմա ցույց է տալիս growth-ը թե ընկնում է, եւ այս մյուս կտորը օսցիլյացիայի frequency-ն է։ Հիմա ինչն է առավելությունը այս Լապլասյանի, որ ինքը այս դիֆերենցիալ արտահայտությունները, որ ունենք, միանգամից անցնում է s-ի, այսինքն այլևս դիֆերենցիալու ինտեգրելու կարիք չենք ունենում, միանգամից s-երով ենք աշխատում։ Հիմա ինչպես ենք սիստեմը մոդելավորում Լապլասյանով։ Եթե ունենք sense time domain system, Լապլասյանով իրան ներկայացնում են ելքը կախված է transfer ֆունկցիայից եւ xs-ից։ Այստեղ ամենաորոշիչը transfer ֆունկցիան է։ Transfer ֆունկցիան կարելի է ներկայացնել որպես output-ը բաժանած input-ի։ Հիմա սովորական RC ֆիլտրի համար s իր time domain-ն է, s-ը իր Լապլասյանն է։ Ոստեղ է transfer ֆունկցիան է։ Լապլասյանում կա false, zeros եւ stability հասկացողությունը։ Զերոները այն դեպքում են, երբ որ hs-ը 0 է, այսինքն այդ նշանակում է output-ը 0 է, input-ը ոնց փոխենք, output-ը 0 է, այսինքն output-ը իգնոր անում input-ը։ Pole-ի դեպքն է, երբ որ hs-ը անվերջություն է, այսինքն մի փոքր input-ը փոխում ենք, output-ը շատ արագ գեներացիա անգնում։ Եվ stability, այսինքն սիստեմը ստաբիլ է թե չէ, այս մի քիչ պարամետրիկ է որոշում։ Մոտավորապես այս է, այսինքն Լապլասյանը նույն ներկայացումն է համակարգի, բայց frequency domain-ով։